Եվ հարաս Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ վանացայինի եթերով եպ թիմադեդրի էչով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը Երեքշաբթի 28 ապրիլին Կանադայի հայտարարի հանձնախումբին գազագերբությամբ Կանադայի խորհրդարանին մեջ դեղի ունեցավ հայոց ցեղասպանության 111-ամյակին նվիրված հանդիսավոր ողջագոչում։ Ցերնարգը համախմբեց քաղաքական, դիվանագիտական, հոգևոր եւ համայնքային ներկայացուցիչներ։ Օրվան հանդիսավոր Արևիկ Աֆարյան իր բացման խոսքին մեջ ընդգծեց հիշողության եւ հավաքական պատասխանատվության կարեւորությունը։ Հայաստանի տեսփան Անահիտ Հարությունյան իր ելույթին մեջ շեշտեց հայոց ցեղասպանության հավաքական հիշողության բահբանման հրամայականը եւ նման ոչիրներու գրկնությունը կանխելու համաշխարհային բարդավորությունը։ Կանադայի կառավարության անունով խոսքեր արտասանեցին նախարարներ Անիտա Անանդ եւ Մարկ Միլլեր, որոնք վերահաստատեցին Կանադայի հանձնարարությունը հիշադակումի մարդկային իրավունքներու պաշտպանության եւ ցեղասպանություններու կանխարգելումի հարցին։ Նախարար Անանդ իր խոսքին մեջ հատկապես անդրադարձավ Արցախի ժողովրդի բռնի դեղահանության, ընդգծելով, որ հայ ժողովրդի թեմ կորզաթրված բռնությունները կշարունակվին մինչև այսօր։ Իրենց խոսքերու ավարտին նախարարները տեսփան Հարությունյանին նվիրեցին Կանադայի իրավունքներու եւ ազատություններու կանոնադրության հայերեն օրինակը։ Քաղաքական զանազան ուժեր ներկայացնող խորհրդարանականներ եւս փոխանցեցին իրենց պաշտոնական ուղերձները։ Կանադայի բաբանողական գուսակցության անունով խոսք արավ երեսփոխան Կոնի Կոդի, իսկ բլոկ Քեբեկուայի անունով երեսփոխան Ալեքսիս Բրունել Դյուսեպի։ Անոնց ելույթները վերահաստատեցին հիշողության բաբանումի, ցեղասպանության դադարդումի եւ ժողտողականության թեմ բայկարի կարեւորությունը։ Կանադայի հայտարարի հանձնախումբի ադենաբեդ Շահեն Միրակյան իր խոսքին մեջ նշեց, որ հայոց ցեղասպանության զոհերուն գդագած պատկամը գշարունակե արձականքել մինչև այսօր։ Ան հատկապես մատնանշեց Արցախի մեջ վերջերս դեղի ունեցած ոչիրները, իբրև ապացույց, որ ցեղասպանության հետևանքները դակավին գշարունակվին։ Միրակյան ընդգծեց հայ ժողովրդի վճռագամությունը, շեշտելով, որ հայությունը հագարակ բոլոր անընդհանրություններուն չէ մահացած, այլ գշարունակե կոյադևել, դիմադրել եւ պաշտպանել իր ինքնությունն ու իրավունքները։ Ան իր խոսքին մեջ վերահաստատեց, որ կանադահայությունը իբրև ինքնության գարչած մնալով պիտի շարունակե ամեն քնով բայկարել հանուն հայտարարի իրակորձումին։ Ցերնարգը ավարտեցավ առաջնորդ Պապկեն arczepiskopos Չարյանի պատգամով եւ աղոթքով։ 20 ապրիլին Արևմտյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբը Սակրամենտոյի գրասենյակին մեջ դեսակցեցավ նահանգապետ Գևին Նյուսեմինի հետ։ Դեսակցության ընթացքին անոնք կնեցին հայությունը հուզող շարք հարցեր։ Հայտարարի հանձնախումբի վարչության անդամ Աստինե Սուլեյմանյան ասավ. Նյուսեմ վստահելի տաշնագից մի եղած է հայ համայնքին եւ մենք երախտաբար ենք իր շարունակական աջակցության համար։ Դեսակցության ընթացքին մենք քննարկեցինք հայության արչեւ ծառացած կարևոր հարցեր, ներառյալ հայոց ցեղասպանության ուրացման թեմ բայկարելու շարունակական ջանքերը, Արցախի ճգնաժամին աստեցությունը Կալիֆոռնիա հայ համայնքին վրա, քաղաքացիական իրավունքներու պաշտպանությունը եւ աջակցելու կարելիությունները։ Հայտարարի հանձնախումբը երախտագիտություն հայտնեց AB91 բանացեվին ստորագրության համար, որ կարևոր քայլ մնե հայոց ցեղասպանության դասավանդումը ընդարձակելու ջանքերուն, ըսավ Արևմտյան Ամերիկայի հայտարարի պատվիրակության։ Հայտարարի պատվիրակության մաս կազմեցին Սուլեյմանյան Կորզաթիր Վարիչ Ռուբեն Գարաբեդյան, համայնքային ղեկավարներ Վլադ Մինասյան եւ Ջեք Կայայան, ինչպես նաեւ Բուրբենկի միացյալ գրտաշրջանի բադվո նախագահ դոկտոր Արմոնդ Աղախանյան։ Պատվիրակությունը շեշտեց հայոց ցեղասպանության հստակ կապը Արցախի 2023-ի ցեղասպանության հետ եւ քննադատեց ցեղասպանության ճանաչման պայքարին մեջ Նյուսեմի ունեցած դրական թերակատարությունը, որ սկսած է Սան Ֆրանցիսկոյի մեջ պաշտոնավարման օրերին։ Պատվիրակությունը նաեւ մտահոգություն հայտնեց տաշնակցային իշխանություններուն կողմէ ցեղասպանությունն եզրին օգտագործման խուսափումեն,
ինչ որ վնաս կհասցնե դասնամյակներու բայկարով ցերկ բերված ճանաչումին եւ գկաչալերը անոնց, որոնք կցկտին վերաշարադրել պատմությունը։ Բադվիրագությունը լուսարցակի դակ տրավ նաև նահանգային խորհրդարանի անդամ Ջան Հայրաբեդյանի հեղինակած AB91 բանացևը, որը նպատակն է հայության ճշգրիտ թիվին արձանագրությունը ապահովել մարտահամարներու ընթացքին։ Նշենք, որ բանացևը հաստատվեցավ 2025-ին հայտարարի զորակցությամբ։ Ֆրանսիայի հայկական գազམ་ագերբություններու համագարկող խորհուրդը իր տշկողությունը հայտնեց Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցչական շարք անձերու խորհրդի համայնքնախագահներ Արարատ Օրանյանի եւ Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին եւ Ֆրանսիայի մեջ Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Քևորքյանին Փարիզի Հայաստան տեսփանադան նոր շենքի բացման արարողության մասնակցության արիթեն զրկելու Հայաստանի կառավարության որոշումին համար եւ հայտարարությամբ նշեց. Նման որոշում մենք կնկատենք եւ գորագենք ցավալի սխալ։ Տեսփանադունը կներկայացնե հայկական պետությունը եւ անգե անտին հայ ժողովուրդը իր ամբողջ բազմազանությամբ։ Ան ամբողջ ասկին ընդհանուր դունն է, ան վայրը, ուր Հայաստանը կներկայանա իբրև ամբողջականությամբ, բազմազանությամբ եւ արժանապատվությամբ, վերգանքնելով բահու դարագարձություններն եւ գուսակցական հաշիվներն։ Ֆրանսիայի հայկական համայնքի ցանոթ ներկայացուցիչներուն մուտքը սահմանափակելով Հայաստանի կառավարությունը կհերանա ազգի համախմբումի իր գոչումեն։ Նման վարկակից դարագուսանք կառաջացնե։ Զրգել Արարատ Օրանյանը եւ Մուրադ Փափազյանը անձեր, որոնք անունները անկագդելիորեն կապված են ցեղասպանության հիշողության, ճանաչումի եւ հայ ժողովրդի արժանապատվության պաշտպանության դասնամյակներու բայկարին հետ կնշանակե սահմանափակ ընկալում ունենալ Սփյուռքի իսկական թերագադարության մասին։ Ֆրանսիայի հայկական գազམ་ագերբություններու համագարկող խորհուրդը սովորական միավորում չէ։ Ան Ֆրանսիայի հայերու հիմնական ներկայացուցչական գառույցներն մեկն է։ Հայտարարությունը նաև շարունակեց. Ժողովրդավարոներն ընդրված ղեկավարները զրկելը կնշանակե զրկել Սփյուռքի գազམ་ագերբված հատվածեն զգալի մասը։ Զրգել Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը կնշանակե մեծապես վիրավորել հայ արաքելական եկեղեցին բազմատարի հաստատությունը, որ անցած է գոդորածներու ցեղասպանության ընդմեջ են եւ մինչեւ այսօր կմնա մեր ժողովրդի կարևոր հոգեվոր հենասյունը։ Հայտնենք, որ 1995-ին ի վեր հայ արաքելական եկեղեցին ներկաշենքը անվճար կդրամատրե Հայաստանի տեսփանադան։ Զրգել Ֆրանսիայի մեջ Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Քևորքյանը կնշանակե բացասական ուղերձ հղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներուն հայերենի հողեն բռնի դեղահանված, քաղաքտի հարգադրված եւ ամեն ինչ զրկված 120,000 Արցախի հայերու իրավունքներու պաշտպանության գործին։ Այն բահուն, երբ Արցախի հարցը բացվեր կմնա համաշխարհային հայկական գիտակցության մեջ, այս կայլը կստանա ծանր հնչեղություն։ Ան կբահանչե բացատրություն։ Պատմությունը գիշե, որ Փարիզի մեջ իր տեսփանադան նոր շենքի բացումի երեկոյին Հայաստանի կառավարությունը նախընտրեց բացառումի դրամապանությունը համախմբումի փոխարեն, ինչ որ չի գրնար չհարաճացնել խոր հիաստապություն։ Այս ծևը չէ, որ գամրաբնթե պետությունը։ Մենք կհուսանք, որ ներկա իրավիճակը կբարձապանվի երկխոսությամբ։ Ուրբաթ 24 ապրիլ 2026-ի երեկոյան Աթենքի Խրիստոմուդու Զմիրնիս հրաբարագին վրա գանքնեցված զանկակ հուշագոտողին շուրջ մեծաթիվ հայրենագիցներու կողքին հույն պաշտոնական հյուրեր եւս հարկեցին հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներուն հիշադակը եւ իրենց զորակցական խոսքերով ցույց տվին հույն ժողովրդի անվերաբար եւ անսագարկ զգացումները։ Հունական կողմէ խոսքեր արտասանեցին արտարադատության նախարարության քարտուղար Պելոպս Լասկոս, երեսփոխան եւ հայ հունական միջխորհրդարանական խումբի նախագահ Վասիլիս Իքոնոմու, Պլևիսի գուսակցության նախագահ եւ խորհրդարանի նախկին նախագահ Զոյի Կոստանտինոպոլու, Պասոկ գուսակցության երեսփոխան Պավլոս Խրիստիդիս, Ադիգեի փոխնախագահապետ Քրիստինա Կաֆելոյանի, Նեյազ Միրնիի, քաղաքապետ Յորգոս Քուտլակեսի, քաղաքապետական խորհրդի անդամներ եւ շրջանի հասարակական միություններու ներկայացուցիչներ։ Հարկանքի երեկոյին բացումը կատարեց Շաղիկ Դադոյան։ Ան իր խոսքին մեջ նշեց թրքական պետության ցեղասպանական քաղաքականությունը, որ բաժար դարձավ քրիստոնյա ժողովուրդներու բնաճնչումի եւ հայրենիքներու գորուստին։
Անհանդուրկ անդրադարձ կատարեց Արցախի ողբերգության մանրամասնելով Ադրբեջանի կողմէ Արցախի դեմ շղթայազերծված պատերազմին ձալքերը, որոնք հանգեցան Արցվապույնի գորուստին եւ հայաթափումին։ Օրվան հանդիսավարը հadoop նշում կատարեց Հունաստանի խորհրդարանին կողմէ հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումին որոշումին, որ յուրահատուկ տեղ կգրավե հայության արդար հատուցումի պայքարին մեջ, ցույց տալով հույն ազգին անվերաբար զգացումները եւ զորակցությունը հայության հանդեպ։ Դադոյան անդրադարձավ Նեազ Միրնիի հուշարձանին կանգնեցման։ Հուշարձան, որ խորհրդանշե Բաղդադցիք երկու ժողովուրդներու աննգուն գամքը եւ միությունը։ Այս արիտով հայության զորակցական խոսքերով հանդես եկան պաշտոնական ներկայացուցիչներ։ Հատկանշական էր արդարության ընդհանուր քարտուղարային ուղերձը, որ գուր խոսքով մբնորոշեց հայոց ցեղասպանության իրավական շրջակիցը շեշտելով դատաբարդումի եւ հադուցման իրավունքը։ Հայ ժողովրդին հանդեպ իրենց զգացումները արտահայտեցին մնացյալ ներկայացուցիչները եւս, մատնանշելով թերքական պետության անմարդկային ոչիրները, Ադրբեջանի հարձակողականությունը եւ անվերջ պայքարելու հրամայականը, ի խնդիր ցեղասպանության ենթարկված ժողովուրդներու արդարտատին։ Նեազ Միրնիի քաղաքապետը հadoop նշում կատարեց հայոց ցեղասպանության հուշագոտողին, ընդգծելով հայության բազմամյա ներկայությունը եւ հարաճտիմությունը քաղաքին մեջ։ Բոլոր խոսքերը արժանացան ներկաներու քնահանդանքին, ցույց տալով հայության վայրած հարկանքը հույն ժողովուրդեն։ Բեմ հրավիրվեցավ գրոնական տասը, որ առաջնորդին գլխավորությամբ գադարեց բարեխոսական գարկ եւ հնչեցուց աղոթքներ։ Ապա դեղի ունեցավ տապնեբսակներու զեդեղման արարողություն։ Ավարտին ներկաները ժողովուրդը մոդեցավ հուշարձանին եւ ծաղիկներ զեդեղեց բադբանտին վրա։ Հարկանքի երեգոն ավարտեցավ օրվան հանդիսավարին գոչով ուղվելու սինդաղմիա եւ մասնակցելու դառնալու ժողովրդային կայլարշավին եւ թերքական տեսփանադան արչեւ գազմագերբված ցույցին։ Իրաքի թեմի առաջնորդ Օշագան եպիսկոպոս Գյուլգյուլյանի հովանավորությամբ 24 ապրիլին Իրաքի հայոց առաջնորդարանը եւ հայտարարի հանձնախումբը գազմագերբեցին քրական քեղարվեստական երեկո հայոց ցեղասպանության 111-ամյակի արիթով։ Ցերնարգին հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ եւ օրվան բաճաճ հայերեն եւ արաբերեն խոսքեր։ Թոքի թաղական խորհրդի անդամ Արի Ռոստոմ Բողոսյան խոսեցավ հայոց ցեղասպանության մասին, ներկայացնելով անոր պատմական եւ մարդկային երեսները։ 26 ապրիլին հայոց ցեղասպանության 111-ամյակին արիթով Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մեջ մատուցվեցավ բադարակ եւ կատարվեցավ բարեխոսական գարկ։ Օրվան պատկամը հղեց արաբական Միացյալ Էմիրություններու, Կատարի եւ շրջագայից հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ arczepiskopos Սարգսյան։ Ան անդրադարձավ հայոց ցեղասպանության բանջարդիրական աշխատանքներու հավելյալ ուժանականության մասին։ Անսավ որ հայոց ցեղասպանությունը քաղաքական բոլոր նեղ շահերեն եւ շահատիդարկման համացայնություններեն դուրս պետք է բերել, որովհետեւ անմարտկային ոչիր է, որ գործադրված է 20-րդ դարուն սկիզբը եւ մինչեւ այսօր գերկվի ցեղասպանին ժառանգորդերուն կողմէ։ Արայդ հայոց ցեղասպանության ճանաչումի պատմական իրողությունը հայության համար կմնա պայքարի հարց մինչեւ արդար հադուցում։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացանի եթերով էպտիմադդրի էչով ցեզի դենք ներգայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի դենք ցայնի աղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։